առհասարակ տղամարդու համար մի քանի արժանինքներ կան, չէ՞, որ շատ կարևոր է, ասենք, ազնվություն եւ ինձ համար կարևոր է ինչքանով է ինքը արարող եւ ստեղծող, հա, տվող ինչ որ բան տղամարդ։ Եվ տղամարդու մասին կամ մարդու մասին ընդհանրապես եթե ուզում ես իմանալ, դու գնաս այն տեղերով անցնես, որտեղ որ ինքը ծնվել եւ մեծացել է, չէ՞։ Հիմա տեսեք, շարունակում է պայքարի մեջ մնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Գնացեք պատտեք Արցախով, որտեղ ծնվել եւ մեծացել է։ Լեգենդի պես արցախցիները պաշտում են իրեն մեծ մասը, այսինքն եւ իրեն տեղսել են փոքր հասակում եւ երիտասարդ տարիներին եւ իր կամայնությունը եւ իր ուժը ոնց է հաղթել, ոնց է շենացրել, ինքը իրենց համար հերոս է եւ հիմա էլ այսպես մեծ սպասումով սպասում են թե երբ պիտի նորից իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը եւ վերականգնի մեր արժանապատվությունը եւ եթե տարեկան 12% աճ է եղել եւ խաղաղություն է եղել, նորից բան անի, չգիտեմ 600 անգամ այսպես մենք առաջ ենք գնացել եւ ամեն հայ նստած տեղը 5-6 անգամ հարստացել է։ Գնացեք պտտեք Տաշիրով։ Տեսեք ինչ հիացմունք կա եւ ոչ միայն այդտեղ Սամվել Կարապետյանի նկատմամբ եւ ոչ միայն այդտեղով գնացեք ուր է գնացել ինքը Ռուսաստան Կալուգա, հա, ասում են գնացեք մի հատ այդ Կալուգայով պտտեք, մի հատ գնացեք չգիտեմ Մոսկվաները, որտեղ որ ինքը աշխատել է, դուք լսեք, ես օրինակ Մոսկվայում եի վերջերս, գիտեք չէ, բան Ապետյան հավաքվում են միջին մակարդակի, բան ինչ որ գործարարներ, բան, ես մի բան չեմ լսում իր հասցեին, բոլորն ասում են ոչ մի բան, բոլորն ասում են արարել է, ստեղծել է, օգնել է, օժանդակել է, ինչ հնարավոր է Հայաստանը եւ ինչ հնարավոր է հայերի համար, եւ տեղի հայերի համար եւ եկած հայերի համար։ Նույնը կարող է գնալ պտտել Աբովյանով, տեսնել թե ինչ են ասում Գագիկ Ծառուկյանի մասին, չէ՞, դրա համար ասում, էլի նորից արարել է։ Հիմա տեսեք ինչ տղերք են դուրս եկել պայքարի։ Ու դրա կողքը բան չեմ ասում, մի հատ տեսեք, այս փոքր խմբակին ասեմ, մի հատ լավ, դուք չունեք հպարտություն, չունեք ինքնասիրություն, ոնց կարելի է արժանապատվություն, մի հատ տեսեք ովքեր են, եւ գիտեք ինչ շատ դուր է գալիս, իհարկե իր ոչը չի կարող դավաճանել Ռոբերտ Քոչարյանը, ինքն էլ բան մարդ է, գործի մարդը չէ, որ նստի եւ ինքը իր արարածների մասին խոսի, պետք է վաղուց արդեն իր արարածների մասին ամեն ինչ պարզ եւ պարզ են, չնայած այդքան հակաքարոզ է գնացել։ Պետք է ես կարծում եմ, չգիտեմ կհամաձայնեք թե ոչ պարոն Ահապետյան, պետք է շատ պարզ մարդկային հայերեն բաներով խոսել, պարզ նախադասություններով կամ պարզ ընդարձակ նախադասություններով։ Ինչը օրինակ հիմա անում է Սամվել Կարապետյանը։ Շատ հստակ ասում է, գալու եմ, իրան ասում են 300,000 ադրբեջանցի, ասում է ես 300,000 աշխատատեղ եմ ստեղծելու։ Ասում է ինչ ասում Նիկոլը, ուրեմն ես ձեզ խոստանում եմ խաղաղություն։ Չնայած ինքը խոստանում է, Ռոբերտ Քոչարյանն արդեն բերել է խաղաղություն, ինքը այդպեսին է։ Այնտեղ ինչ էին այսօր հարցրել, որ ասում է այն ասֆալտը, որ սա փռել է, դա ոդկով փռած, դե ինքը գիտեք, չէ՞ կիլոմետրերով ասֆալտի այդ բաներն արել, ասում է այս ոդկով կան, այսինքն այս մարդը գալու է այդ առումով էլ է շենացնելու, գալու է արցախցիների հպարտությունն ու արժանապատվությունն է վերականգնելու եւ ոչ թե մեծ է խոսում 7 ժամ բացատրում է պարզ նախադասություններով ասում է էլի սա եւ սա ժողովրդական տղերք են ազգային տղերք են գործանող տղաներ են ես չեմ ասում այդ կայացած մարդիկ են կայացած ել մի հատ այդ անունները տվեք այդ հայերեն կոչվում է Անժելա կենսագրություն ունեցող այսօր իշխանության բերել են նրանց ովքեր որ դուք այդ համացուն անում եք իրեն կենսագրություն մի հատ էլ լսեք ԿՊ-ից մի հատ Ռուբինը մի հատ անուն Ալեն այս խեղճ ու կրակ Ալենը ասենք ամբողջ կյանքում սրա նրա ասելով ինչ որ այստեղ այնտեղ էր վազվզում հիմա ինչ որ տեղում է հայտնվել թուրքերի ցանկությամբ այդ անունները ասեք ասես մտովի պատկերացրեք ու այս մարդկանց ինչ ասեմ այսքանից հետո ինչ կարելի ասել մենք պետք է ասենք ամեն օր ասենք ամեն ժամ ասենք հորդորենք խնդրենք բացատրենք զրուցենք չօգնենք որտեղ մեր հայրենակիցներն են մեծ հաշվով մեկը մի խոսքից է արագ հասկանում մյուսին մի 5 անգամ դի բացատրես մենք չենք զլանում այդ 5 անգամ բացատրել իմիջիայլոց այդ խմբակին թուրքերը այդ խմբակին էլ չեն ներելու եթե այդ խմբակին թվում է իրենք բանը պլստալու են Իդեպ Թուրքիայի ամբողջ պատմությունը ցույց է տվել որ դավաճանների հետ երբ որ իրենց են ծառայել դավաճանել են այլ ազգերի որոնց անդամ եղել են որոնց ազգակից եղել են առաջիններից մեկը որ պատժել են դավաճաններն են պատժել Թուրքերը չեն սիրում դավաճաններին բնական է որովհետեւ մի նորմալ պետություն կայսրություն երբևիցե դավաճանն օգտագործում է հետո առաջինը հարցերին Ինձ Գայանե անով մեկը բան է գրել եւ շատ ճիշտ հուշում է
չփոշիացնեք ձեր ձայները, տվեք այն ուժեղ 2-3 կուսակցություններին ընդդիմադիր, չփոշիացնեք, հատկապես դեմեմ այդ բոլորը բան սարկած ինչ որ բաներ են եւ եկել են ինչ որ ձայներ թռցնելու, մեկը 1000 ձայն, մեկը 500 ձայն, մտածեք, վերջին կռիվն է սա։ Դրանից հետո Հայաստան չի լինելու, եթե Նիկոլը մնա։ Ուրեմն չփոշիացնեք ձեր ձայները, գնացեք ռեալ պայքարի մտած այն անունները, որ հնչեցրեցի, այդ ուժերին ձայն տվեք։ Համակարծիք եմ, այդպես։ Ես էլ եմ շնորհակալ։